Բարև ձեզ։ Վերջին ամիսներին ողջ մարդկությունն առճակատվել է մի վարակի հետ, որը շատ կարճ ժամանակահատվածում խլեց 100,000-ավոր մարդկանց կյանքը։ Միլիոնավոր մարդկանց տառապանքի ու հիվանդության պատճառ դարձավ։ Այս մթնոլորտում կարևոր է, որ մենք չկորցնենք մեր մեջ մարդկությունը, փակելով սեփական գաղափարների մեջ ու հուսալով, որ վարակը իր բոլոր փորձանքներով մեզ չի պատուհասի։ Օրհասական այս պահին կարևոր է, որ չմոռանանք մեր առաքելության մասին, թե իբրև քրիստոնյաներ եւ թե իբրև քաղաքացիներ։ Իսկ որոնք են քրիստոնյայի համար կարևորագույն այդ պատգամները, որոնց հիման վրա պետք է կառուցվի նրա առաքելությունը։ Այս հարցով Քրիստոսին է դիմում մի դպիր, որին նա պատասխանում է. «Քո Տեր Աստվածդ սիրես քո բոլոր սրտով, անձովդ, մտքովդ եւ զորությամբ»։ Սա է առաջին պատվիրանը։ Ու երկրորդ սրա նման քո ընկերոջդ սիրիր քո անձի պես։ Սրանցից մեծ պատվիրաններ չկան, ասում է Տերը։ Ինչ է նշանակում այս պատվիրանն այսօր մեզ համար։ Նշանակում է ամուր մնալ առ Աստված հավատքի մեջ, ինչպես ամուր մնացին բոլոր սրբերը, որոնցից մեկի Սուրբ Եղիա մարգարեի տոնը նշում ենք այս կիրակի։ Նշանակում է չհուսահատվել, այլ վստահել Աստծուն, անվախ վկայել նրա մասին եւ խոստովանել նրան։ Նշանակում է նաեւ պատասխանատվություն ստանձնել դիմացինի համար, լինել հոգատար, լինել պատրաստ օգնության, լինել աղոթող։ Երբ դու ուրիշին զորավիք ես կանգնում նեղության պահին կամ բարիք ես գործում, ապա բացում ես հոգեպես եւ շարժվում դեպի Աստված, անգամ եթե ինքդ չես գիտակցում այդ։ Այդպես օրինակ օգնում է բարի սամարացին, զոհ դարձածին։ Նրանից առաջ երկու անձինք չօգնեցին տուժածին։ Նրանց հավատքը գործերի վրա հիմնված չէր եւ պտուղ չէր բերում։ Իսկ սամարացին օգնեց։ Նա պատասխանատվություն ստանձնեց, գթած, զոհաբերեց իր ժամանակն ու նյութականը եւ այդ իր արարքով մոտեցավ Արարչին։ Լավ չէ, որ մարդը միայնակ լինի, ասում է Աստված։ Եվ չկա խելահաս մի մարդ, որ կարողանա այս ճշմարտությանը հակաճառել։ Ուստի այսօր, երբ մարդկությունը կանգնած է սարսափելի աղետի շեմին, մի կողմ դնելով բոլոր տարաձայնություններն ու խռովությունները, մեր միասնական ուժերը գործադրենք վարակը հաղթահարելու համար։ Պատասխանատվություն ստանձնենք մեր եւ մեր մերձավորների համար, աղոթենք հիվանդների ու բժիշկների համար, օգնենք կարիքավորներին։ Մնացեք խաղաղությամբ, մնացեք առողջ, ու թող Տիրոջ օրհնությունը ձեզանից անպակաս լինի։ Ամեն։